2013 թվականին արվեստի աշխարհում մի աղմկոտ ու սենսացիոն լուր տարածվեց, թե Միացյալ Նահանգների փոքր քաղաքներից մեկում հայտնաբերվել է մինչ այդ պահը անհայտ մի արվեստագետի հարուստ գեղարվեստական ժառանգությունը, որը պատահականորեն էր փրկվել եւ չէր հայտնվել աղբանոցում։ Նկարչի անունը Արթուր Փինաջյան էր։ Հայկական ծագմամբ այսօր արդեն հայտնի ամերիկացի նկարիչ Արթուր Փինաջյանի կյանքը հետաքրքիր ու դիտարժան ֆիլմի սցենար է հիշեցնում։ Սա պատմություն է մի նկարչի մասին, որը հաջողության ու փառքի է հասել հետմահու, այդպես էլ չիմանալով իր նկարների յուրօրինակ ճակատագրի մասին։ Իսկ թե ով էր ու ի վերջո ինչ ճակատագրի արժանացան հայազգի այս նկարչի ստեղծագործությունները կպատմեմ քիչ անց, իսկ այժմ ուզում եմ հիշեցնել ալիքին բաժանորդագրվելու, տեսանյութերը հավանելու, մեկնաբանություններ գրելու եւ հնարավորության դեպքում ալիքին նյութապես աջակցելու մասին, թե ինչպես աջակցել, ամեն ինչ գրված է տեսանյութի ներքևում։ Հիշեցնեմ, որ ալիքը գործում է բացառապես ձեր բարոյական ու նյութական աջակցության շնորհիվ, ինչի համար անչափ շնորհակալ եմ։ Եվ այսպես Արթուր Փինաջյանը ծնվել է 1914 թվականին Նյու Ջերսիում։ Նրա ծնողները Դիարբեքիրից Նյու Յորք էին տեղափոխվել հայոց ցեղասպանությունից մի քանի տարի առաջ։ Իրենց առաջնեկին ծնողները կոչել էին Աշոտ, իսկ ընկերները նրան Արջի էին ասում։ Փինաջյանը պատանեկության տարիներին աշխատել էր գորգերի խանութում։ Զուգահեռ զբաղվել նաև ստեղծագործական աշխատանքով։ Նա ստեղծել էր հրաշալի կոմիքսների մի շարք, որոնց մեծ մասը տպագրվել են New York Daily News ամսագրում։ Նյու Յորքում սովորել էր կերպարվեստի ուսանողների լիգայում եւ նրա արվեստը ուսումնասիրողների ենթադրությամբ շփումներ էր ունեցել ժամանակի հայտնի ամերիկացի աբստրակտ էքսպրեսիոնիստների հետ։ Մասնակցելով երկրորդ աշխարհամարտին Արթուր Փինաջյանն արիության համար պարգևատրվել էր բրոնզե աստղով, սակայն բացի կրծքին հայտնված շքանշանից պատերազմը իր հետքն էր թողել նաև նկարչի հոգեկան աշխարհում։ Նյարդային եւ հոգեկան թեթև խանգարումը նրան մեկուսացրել էր հասարակությունից, եւ Փինաջյանը քրոջ հետ Նյու Ջերսիից տեղափոխվել էր Նյու Յորք նահանգի հյուսիսում գտնվող Վուդսթոք փոքրիկ քաղաքը, որտեղ 22 տարի ապրելուց հետո տեղափոխվել էր Բելպորտ եւ կյանքի վերջին տարիներն անցկացրել այդ քաղաքում։ Արթուրի միայնությունն ու մելամաղձությունը կիսել էր քույրը Արմին Փինաջյանը, ով իր ողջ կյանքը նվիրել էր եղբորը խնամելուն, նրա համար աշխատանքային պայմաններ ստեղծելուն եւ եղբոր ստեղծագործական ձգտումներն աջակցելուն ու խրախուսելուն։ Հարազատների ու ծանոթների բնորոշմամբ կենսուրախ մարդամոտ Փինաջյանը փակվել էր իր փոքրիկ տանը ու կենտրոնացել նկարչության վրա։ Նա աբստրակտ էքսպրեսիոնիզմի միջոցով փորձել էր հասկանալ, գտնել ու բացահայտել կյանքի իմաստն ու հոգևոր հիմքերը։ Մինչև մահը Փինաջյանն անընդհատ նկարել էր, իսկ 1948-ին գրել մի մանիֆեստ այն մասին, թե ինչ է նշանակում լինել մեծ նկարիչ։ 1948-ը մեր մեծանուն մյուս նկարչի Արշիլ Գորկու ինքնասպանության տարին է։ Արվեստաբանների ենթադրությամբ Փինաջյանն իր մանիֆեստը գրել էր Գորկու մահից ազդված։ Ասում են, Գորկին երբ եղել է Վուդսթոքում, երկու հայրենակից նկարիչները ծանոթացել ու շփվել էին միմյանց հետ։ Կենդանության օրոք Արթուր Փինաջյանը երբեք եւ ոչ ոքի չի ցուցադրել ոչ իր նկարները, ոչ էլ մանիֆեստը։ Ավելին, նա քրոջը խնդրել էր իր մահից հետո ոչնչացնել բոլոր աշխատանքները։ 1999 թվականին 85-ամյա եղբորը հուղարկավորելուց հետո քույրը բարեբախտաբար չէր կատարել նրա խնդրանքը։ Նկարներն անշարժ մնացել էին նույն տեղում։ Սակայն Փինաջյանի քրոջ մահից հետո բարեկամները նրանց առանձնատունը վաճառքի էին հանել, բացարձակ ուշադրություն չդարձնելով նկարներին ու անտեսելով դրանց գոյությունը։ Տների առք ու վաճառքով զբաղվող Թոմաս Շուլցը 2005 թվականին Փինաջյանի երկու սենյականոց քոթեջը գնում է այն վերանորոգելու ու վերավաճառելու նպատակով։ Փինաջյանի ազգականները վարձում են մի մեծ աղբատար մեքենա, որպեսզի թափեն ձեղնահարկում ու ավտոտնակում լցված ավելի քան 6000 կտավները, գծանկարներն ու ձեռագրերը։ Շուլցը, որ $300,000 էր վճարել տան համար,
$2500 էլ ավելացնում է նկարները տանը թողնելու ու չթափելու համար։ Ազգականները սիրով համաձայնում են։ Ձեղնահարկում և ավտոտնակում գտնվող Արթուր Փինաջյանի բոլոր աշխատանքները դառնում են նոր տիրոջ՝ Թոմաս Շուլցի սեփականությունը։ Հարցազրույցներից մեկում նկարների նոր տերը պատմում է. «Կտավներն ինձ հետաքրքրեցին, ես սկսեցի ուշադիր ուսումնասիրել դրանք և հայտնաբերեցի միևնույն մարդու ստորագրությունը։ Դատելով տարեթվերից աշխատանքներն ընդգրկում էին առնվազն 50 տարվա ժամանակահատված։ Ես հասկացա, որ սրանք հեղինակել է տաղանդավոր ու ինքնատիպ մի նկարիչ»։ Սա այն դեպքն է, երբ նկարչի ժառանգությունը հայտնվել էր ճիշտ ձեռքերում։ Շուլցը իր նոր ձեռքբերումը ցույց է տալիս ժամանակակից արվեստի ամերիկացի տեսաբան Ուիլյամ Հոմերին և արվեստաբան ու նկարների գնահատող Փիթեր Ֆոլքին։ Հենց այս արվեստաբանների շնորհիվ էլ Արթուր Փինաջյանը մի գիշերում դառնում է ճանաչված և հայտնվում աշխարհահռչակ աբստրակտ էքսպրեսիոնիզմի այնպիսի ներկայացուցիչների կողքին, ինչպիսին են Ջեքսոն Պոլոկը, Ֆրանց Քլայնը, Վիլեմ դե Կունինգը։ Փիթեր Ֆոլքը ուսումնասիրելով Փինաջյանի արվեստը այնքան է տարվում դրանով, որ դառնում է նկարչի ժառանգության ցուցադրությունների տնօրենն ու գլխավոր համադրողը։ Ավելին, Ֆոլքը նաև հեղինակում է Փինաջյանի մասին առաջին մենագրությունը, որով էլ բացահայտում է նկարչի հոգեբանական առանձնահատկությունները, տաղանդը և նրա ստեղծագործական կյանքի մանրամասները։ Ավելի քան 6000 նկար ստեղծած Արթուր Փինաջյանը պատկերել է ամեն ինչ, չսահմանափակվելով որևէ իզմում։ Սկզբում սկսել է ընդօրինակել իմպրեսիոնիստների ոճը, ապա շարունակել իր պատկերները ստեղծել ֆովիզմի, էքսպրեսիոնիզմի, կուբիզմի, սյուրռեալիզմի և աբստրակտ արվեստի սահմաններում։ Թեև Ֆոլքի բնորոշմամբ Փինաջյանի տաղանդը լավագույնս դրսևորվել է լիրիկական, ռիթմիկ, աբստրակտ բնապատկերներում։ Փինաջյանը համարձակորեն կտավին է հանձնել իր ամենակատաղի, ամենացնցող, ամենաանհավասարակշիռ, խիստ զգացմունքային տպավորություններն ու երևակայությունները։ Ըստ արվեստաբանների, կոմպոզիցիայի գերազանց իմացությունն ու գույնի զարմանալի զգացողությունը նկարչին թույլ են տվել ստեղծել շատ յուրօրինակ ու տպավորիչ կտավներ։ Այսօր Արթուր Փինաջյանին համարում են տաղանդավոր և բազմակողմանի նկարիչ ու նրան անվանում կառուցվածքային գույնի վարպետ։ Արթուր Փինաջյանի ստեղծագործության մեջ ամենահաճախ հանդիպող պատկերներից է երկգլխանի Overlook լեռը։ Այն գտնվում է Վուդստոքից ոչ հեռու, որտեղ նկարիչը երկար տարիներ ապրել է։ Արվեստաբան Փիթեր Ֆոլքը այս մասին ունի իր կարծիքը։ Նա գրում է. «Հնարավոր է, որ Փինաջյանը, նայելով այս լեռանը, այն համեմատել է վեհաշուկ երկգլխանի Արարատի հետ, որը գտնվում է իր հեռավոր հայրենիքում՝ Արևմտյան Հայաստանում։ Իր պատմական հայրենիքի ու Արարատի մասին նա լսել էր իր դիարբեքիրցի ծնողներից ու իր ողջ կյանքում վառ պահել հիշողության մեջ»։ Արվեստաբաններից բացի Արթուր Փինաջյանի աշխատանքները շատ մեծ հետաքրքրություն են առաջացնում նաև պատկերասրահների շրջանում։ Կալիֆոռնիայի Ստեֆանիս արվեստի պատկերասրահը առաջինն էր, որ սկսեց վաճառել նկարչի կտավները։ Այսօր էլ Ստեֆանիսի միջոցով է իրականացվում Փինաջյանի նկարների պաշտոնական վաճառքն ու ցուցադրությունները։ Պետք է ասել, որ ցուցադրությունների պակաս այսօր չկա։ Դրանց թիվը վաղուց հատել է 5 տասնյակը։ Արթուր Փինաջյանի աշխատանքների վերջին ցուցահանդեսը այս տարվա մայիսին էր Նյու Յորք նահանգի Բելփորտ քաղաքի Pop-up պատկերասրահում։ Ինչի առթիվ Բել Պորտեր պարբերականը մի մեծ հոդված էր նվիրել նկարչի արվեստին և նոր բացված ցուցահանդեսին։ Հոդվածում մեջբերված էր Նասաու շրջանի արվեստի թանգարանի տնօրեն Չարլզ Ռայելի միտքը, որտեղ Փինաջյանին բնորոշելիս նրան անվանում էր Կանդինսկին իր ամենաիմպրովիզացիոն դրսևորմամբ։ Սա միակ հոդվածը չէ Փինաջյանի մասին։ 2008-ից մինչ օրս նրա արվեստին անդրադարձել են բազմաթիվ անգամներ՝ New York Times-ից սկսած մինչև Fox News։ Այսօր Արթուր Փինաջյանի ստեղծագործական ժառանգությունը գնահատվում է $30 միլիոն։ Նկարչի գործերը վաճառվում են $3000-ից $70,000։ Գները շարունակում են աճել։ 20 տարի առաջ Փինաջյանի նկարները հայտնաբերած Թոմաս Շուլցը այսօր զբաղվում է բացառապես նկարչի արվեստի տարածմամբ։
Նա ոչ միայն չվերավաճառեց Փինաջանի տունը, այլ նաև այսօր ապրում է այնտեղ։ Բելպորտի իր տան պատուհաններից Շուլցը ամեն օր վայելում է այն գեղատեսիլ բնապատկերները, որոնք ժամանակին ոգեշնչել են Արթուր Փինաջանին։ Նկարչի արվեստի այս փրկիչը մամուլին տված հարցազրույցներում խոստովանում է. այնպիսի զգացողություն ունեմ, կարծես թե գտնվում եմ մի սուրբ վայրում։ Ես ամեն օր արթնանում եմ մտածելով Փինաջանի մասին եւ այն մասին, թե ինչ կարող եմ անել, որպեսզի նրա արվեստը գնահատվի ըստ արժանվույն։